կարծում եմ նորմալ մարդը չպետք է վախ ունենա։ Պարոն Ղազինյան, այս համատեքստում տեսնում ենք, որ Ռոմանոս Պետրոսյանը պարբերաբար փոքր այսպես հաշվետվությունների տեսքով ներկայացնում է հեծում իրական, այսպես իր ասելով, իրական օբյեկտիվ վիճակը, ձեր դիտարկումները նախ այդ գրառումներին, բացահայտումներին եւ այլն, եւ հաջորդիվ նաեւ արբիտրաժի որոշման հետ կապված, որն այդպես էլ չկիրարկվեց Հայաստանի Հանրապետությունում, տարբեր այսպես պնդումներ, պարզաբանումներ եղան պաշտոնական, բայց մենք տեսանք, որ այս հարցում Հայաստանի Հանրապետությունը դարձյալ խնդիրներ ունի, ԶՊՄԿ-ի վերջին օրինակը ոլորտ ընկերության հայտարարում է ներկայացվել պահանջը 1.5 միլիարդ դոլար։ Խնդրեմ սրա համատեքստում անդրադառնանք նաև հեծի դեպքին։ Եթե հիշում եք, 1-1.5 ամիս առաջ ես առաջարկեցի, որպեսզի կազմակերպվի բանավեճ, քննարկում, անունը թող իրենք դնեն հմեկով ուղիղ եթերով։ Ես, հանձնաժողովի նախագահ Մեսրոպը եւ կառավարիչը։ Եկեք ֆիքսենք, որ ամիսուկես է որևէ լուրջ չկա, ես այդ էջ ուզում եմ փակել, ուղղակի ֆիքսելով, որ վախեցան, չեկան, որովհետև երբ որ բաց ես թողում, իրենց թվում է, թե դե բաց է, մի օր կհամաձայնվենք, մի օր չենք կարող, ֆիքսում ենք, որ վախեցան, փակում ենք։ Երկրորդը, եթե մարդ բան է ունենում ասելու, իր էջով չի նստում գրում, երկրորդ կարծիքը չլսելով, չգիտեմ, գիտեք, տարիներ շարունակ մենք պայքարել ենք նման երևույթների դեմ։ Հիմա արդեն 3 ամիս է իրենք են կառավարում։ Եվ այսօր բերում ասում են, գիտեք, ինչտեղ սենց ա եղել, այնտեղ նենց ա եղել։ Նորից կրկնում եմ, յուրաքանչյուր իրենց գտած այսպես արատավոր երևույթ, որի դեմ մենք տարիներով պայքարել ենք եւ հաջողության ենք հասել հաշվի առնելով այսօր հեծի վիճակը, եթե իրենք մաքուր լինեին, իրենք կներգրավեին սեփականատիրոջ ներկայացուցիչներին։ Առաջի օրը այն չեկած արդեն ես ձև չունեի աշխատելու, ապօրին հրամանով ազատեցին։ Լավ, եթե մենք այդքան մեղավոր ենք, ինչի՞ չեք ուզում մեր հետ քննարկեք, նույն հմեկի տաղավարում ապացուցեք իմ կատարած, այսպես ասած, հանցանքները, սխալները։ Հիմա այդ վախը արդեն բնորոշում է, որ իրենք բան չունեն։ Վիճակի մասն էլ շարունակեց նաև տեսակ արբիտրաժների հետ կապված ես դիտարկումներ արեցի։ Հայաստանի ներդրումային վիճակը ինչպես է այսօր գնահատում, որպես ժամանակին ամենամեծ այսպես մասնավոր ընկերության ներկայացուցիչ եւ ինչպես է գնահատում այս մոտեցումը, այս արբիտրաժային այս գործերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մոտեցումը։ Եթե իշխանությունը սիրի իր երկիրը եւ իրեն խիստ ժամանակավոր չհամարի, յուրաքանչյուր իշխանություն է ժամանակավոր, բայց պետք է քո երկիրը։ Հիմա այս պարագայում, ինչպես բազմիցս նշել եմ, իրենց արդարության նախարարը մի անգամ չկարողանալով չկրկնել իրենց ղեկավարի ասածը, որ պետականացվելու, այդպիսի հասկացություն ուղղակի չկա, ասաց, որ գերակաշահով է լինելու եւ փոխհատուցում է տրվելու, այսինքն միջազգային կառույցների կողմից գնահատված ընկերության գումարած 15%, գերակաշահը դա է ընդհանրում։ Իսկ դա նշանակում է մի քանի 100 միլիոն դոլար պետք է վարկային պարտավորությունները վերցնեն պետական երաշխիքով եւ մի քանի 100 դոլար վճարեն Սամվել Կարապետյանին, այսինքն ստացվում է մի այսպես կմահաճույքի կամ վախի պատճառով պետությունը ընդամենը չեմ ուզում հիմա կոնկրետ թիվ ասեմ, որ չասեմ չգնահատած վիճակում թիվ ասում, բայց հավատացեք շատ մեծ թիվ է։ Ինչ վերաբերում է արբիտրաժին, այս քայլերով արդեն նվազել են միջազգային ներդրումները, ավելի են նվազել, որովհետև կրկնում եմ, չի կարող նորմալ գործարար, որը միջև իր ներդրում կատարելու ուսումնասիրում է տվյալ երկրի օրենսդրությունը, ուսումնասիրում է տվյալ երկրի իշխանությունների պահվածքը, չի գալու այստեղ ներդրում անի, հավատացած եղեք, բացի մեր կողմից այսպես թշնամի համարված երկու երկրներից, որովհետև նրանք փորձելու են բերեն այդ գումարը դնեն ստեղ, գումարով ազդեցության լծակներ վերցնեն։ Ոչ մեկ այլևս չի անել։ Զուգահեռ իրականությունում հա կարծես այս ներսի գործարարներին են փորձում ակտիվացնել, էկոնոմիկայի նախարարն է հանդիպումներ կազմակերպում, ասում են նախընտրական ինչ-որ իրենց կշիռ ունեցող մարդկանց փորձում են ներգրավել։ Նրանց արդյոք այդ գործարարները այս ռիսկերը չեն տեսնում, ներսի գործարարների մասին է խոսքը։ Գիտեք, իմ շփումներն էլ քիչ չեն, շրջապատել Փարքաստու քիչ չի եւ
ես ճանաչում եմ եւ աշխատել եմ եւ շարունակելու եմ աշխատել եւ մտերմություն անել Հայաստանի հայ ամենախոշոր գործարարի պարոն Կարապետյանի հետ, հավատացած եղեք, այդ շոուները կազմակերպած 90 եւ ավել տոկոսը ոչ իրենց կամքով են գալիս։ Ուղղակի պատկերացրեք իրավիճակ մարդունի բիզնես, ինչ են անելու։ Չգալու դեպքում լծակներ են կիրառելու, մարդկանց պատժելու։ Պաստական Ամստերդամի այսօրվա խոսքերը իշխանությունը լայն տարածում է, ասելով, որ պատրաստվում են գրոհեն Հայաստանը, այն խոսքերը, որ ամեն օր գրոհելու են Նիկոլ Փաշինյանին, մինչև Սամվել Կարապետյանը ազատ չարձակվի։ Ինչ կարող եք այս առումով ասել եւ նաեւ մասնագիտական առումով ինչ է նկատի ունեցել։ Այստեղ միայն իրավական տարերն է նկատի ունեցել, թե նաեւ նկատի ունեցել, չգիտեմ, քաղաքական գրոհը, այլ գրոհ։ Եթե պարոն Ամստերդամը լիներ Մոջահեդ, կհասկանային գրոհել ինչ նկատի ունի, երևի թե հայերեն այսպես ճակերտների մեջ ասածը չի ասել, ստացվելու է, որ ասենք ինչ է անելու պարոն Ամստերդամը, իրավական ճանապարհով, այո, գրոհելու է, ինչ կա դրա մեջ։ Այդ պարագայում յուրաքանչյուրի իրենց խոսույթների մեջ, իրենց, այսպես ասեմ, քրեական օրենսգրքի հոդվածները չեն հերիքի, արդեն չեն հերիքում իհարկե, բայց ընդհանրապես չեն հերիքի։ Երկրորդը պարոն Ամստերդամը ըստ երևույթին գիտեք ինչ վիճակում է, իրենց չեմ ճանաչում, չեմ խոսել, որպեսզի չասեն այսպես այնպես, բայց իմ կարծիքով լինելով ուժեղ իրավաբան, լավ իրավաբան, բազմաթիվ պրակտիկայում փորձեր ունենալու, երևի չի տեսել այսպիսի բան եւ մարդու մոտ հասկանալու խնդիր է։ Նորմալ է, չէ՞, երբ որ մարդը 30-40 տարի զբաղվում է փաստաբանությամբ եւ այսպիսի աբսուրդ չի տեսել։ Դե այսինքն այսպիսի աբսուրդ չտենալով այդ մարդու մոտ արդեն, գիտեք, մեկ-մեկ ինձ մոտ էլ հարցազրույցների ժամանակ Փարքաստու բարապաշարս փոքր չէ, բայց իմ մոտ էլ է վերջանում եւ սկսում ես արդեն ինչ-որ, փորձում ես կառավարել, բայց սկսում ես արդեն ոչ։ Մամուլը, եթե ավարտեցիք, մամուլը գրում է, որ հետի աշխատակիցներին չեն թողնում մասնակցել այս եւ նմանատիպ այլ հավաքներին, միջոցառումներին։ Դուք որպես հետի նախկին տնօրեն նաեւ վստահաբար ինչ-որ կապեր եք պահպանում, կան ասեկոսներ, ձեզ հասնում են խոսակցություններ այդպիսի դեպքերի իրավացի լինելու մասին։ Քիչ առաջ այստեղ հետի անվտանգությունից էլ մարդիկ են եկել են գույքագրեն, թե ովքեր են եկել։ Իհարկե, այսինքն ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Դուք հարցրեցիք ինչ եք եկել, պարոն Ղազարյան։ Չէ, կարող մի քիչ կոպիտ լինի, դրա համար չհարցրեցի։ Մեր նախկին աշխատակիցն է, որը եկել է այստեղ գույքագրի հասկանալով ով է եկել, ով չի եկել։ Իսկ ինչ վերաբերում է ովքեր եկել են։ Գիտեք, Կարող եկել են աջակցեին։ այդպիսի, տեսեք, իրենք մի քիչ խելոքացել են, ես մի անգամ ասեցի, իրենք խելոքացել են եւ ժամանակին, երբ որ մենք ինֆորմացիաները ստանում էինք, այսպես 5-6 հոգանոց ժողովներ լինում, ինֆորմացիան ստանում ենք։ Հիմա արդեն սովորել են առանձին են ասում եւ սպառնում են, որ եթե սա դուրս եկավ, խնդիր կունենաք, բայց ախր չեն կարող։ Մեծ կոլեկտիվ է, ինձ մարդիկ տեսնում են, այսպես այսօր հոգեհանգստի է գնացել հետի աշխատակցի, շատ մարդ եկել էին, աչքերով են բարևում, չգիտեմ, մարդկանց աչքերի մեջ տեսնում ես այդ անարդարությունը, ես շատ նորմալ եմ վերաբերվում, այո, իրենք չեն ուզում։ Վախ մարդկանց պես Սելմանեն, որ աշխատանքի Ընդհանրապես վախի մթնոլորտ այսօր երկրում, երևի թե բոլոր նախկին իշխանությունները չեմ կարծում ցանկացել են, բայց ամեն դեպքում չէին ցանկանա, չէին կարող այսպիսի վախի մթնոլորտ անել։ Ազատություն։ Պարոն Ղազարյան, ձեր վերջին ասուլիսում դուք հարցադրումներ